աշխատանքերությանը կապված այն բացահայտումներին, որը տեղի ունեցավ եւ որը ես շատ կարեւորել եմ այդ բացահայտումները եւ դուք էլ եք կարեւորել եք։ Բայց նաեւ ես հիշում եմ, որ ժամանակին, երբ որ ասում է ինչ որ բացահայտումների մասին, իհարկե ես չեմ ուզում ասեմ, որ սա, բայց սրա հատվածներ կարանք մենք նաեւ ներառենք պարոն Աբազյանի ժամանակահատվածում կատարած աշխատանքի, որտեղ գաղտնալսումը դա մեկ օրվա կամ երկու օրվա գործ չէ, ամբողջը օպերատիվ մեծ ծավալի աշխատանքի արդյունքում է տեղի ունեցել եւ ես համոզված եմ, որ սա կկանխի նմանատիպ մտադրություններ ունեցող ցանկացած մեկի գլխում, եթե այսպիսի բան կա, այլևս էլ չի լինի այդ գլխում, որովհետեւ բոլորը հասկացան, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը իր օպերատիվ տնտեսությամբ այնուամենայնիվ այս պայդրությամբ վերահսկում է նման ցանկությունները օր առաջ կանխելու հնարավորությունը։ Նա մի բան էլ ասեմ, որ շատերը ասում են ինչու հիմա, որովհետև վաղը ուշ է լինելու։ Այդ տրամաբանությամբ եւ համատություն եմ արել նաեւ հոկտեմբերի 27-ի հետ, եթե 26-ին ազգային ավտոմատական ծառայությունը բացահայտած լիներ, որի հնարավորությունը ունեցել է եւ դա քննությամբ ապացուցված, որը դատաքննության ընթացքում հնարավորություն չտվեցին, որպեսզի այդ հատվածը անվերջ ներառվի եւ ակնկալում էի, եթե հիշում եք գլխավոր դատախազի զեկույցի ընթացքում, որ Աղվան Գառնիկի Հովսեփյանից պետք է ճշտել, ինչու գնացին արագացված դատաքննության process-ի, ինչու այդ կարևոր հատվածները ում հրահանգով թողնվեցին մի կողմ եւ այսօր մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային տնտեսական ծառայությունը, ոստիկանությունը եւ մեր օպերատիվ միջավայրը կառավարող կառավարիչները կարողացան կանխել մի բան, որը որ անհրաժեշտ էր մեր բոլորիս համար։ Խնդրեմ։ Բայց իրավապահները իրար մի խանգարեք։ գնահատական դեռևս չի տրվել, սակայն իշխանությունը սա որակում է որպես ահաբեկչություն։ Իսկ դուք ինչ եք որակում, որպես բարեգործություն։ Դատանի որոշում չկա, պարոն։ Հանգստացեք, դատանի որոշումը չի խնդիրը, երբ որ օպերատիվ իրողությունները տանում են դեպի գործողության, կանխվում է մի բան, որը որ պետք է չկանգնենք, սպասենք դատանի որոշումով պետք է այդ գործողությունը լիներ, երկու հոգու պետք է գնդակահարեին եւ ճանապարհները պետք է պարալիզացնեն եւ քաոս ստեղծեն։ Անդիմադիրները չեն հավատում իշխանության։ Կարող շատ հնարավոր ավելի մեծ ժամանակ պահանջվեր, բայց գլխավորը դրա իրացումն էր։ Ճիշտ հասկացեք։ Իրացումը մի վարքյան 2024 թվականին ուշադրիր ասած։ Իրացումը շատ կարևոր է, որպեսզի այն հնարավորությունը, որ պլանավորել էին, դա իրականություն չդառնավ, չդարձավ։ Երբ կլիներ, կարող է գիտեք ինչ, գործողությունը անելուց անմիջապես հետո կամ 1 ժամ հետո դա պետք է լիներ։ Դուք ինչ գիտեք, բայց որ կանխվել է, դա փաստ է։ Դուք պետք է ուրախանաք, որպեսզի բաները կանխվում են մեր երկրում։ Բայց չեն հավատում իրավապահների գործողությանը։ Դուք երբեք չեք հավատալու, Տիկին Խաչատրյան, երբեք։ Դուք չեք հավատալու, որովհետև դուք հրանգավորված եք չհավատալու։ Այս իշխանությունը շատ է խաբել հասարակությանը։ Բավական է դուք դնեիք տվյալ անձնավորության խոսույթը եւ չարեք իրար կողք, ինչ որ մեկը արել էր, եւ դուք բոլորդ կհասկանաք նույնիսկ ես չզալացա եւ նայեցի Տիկին Հռիփսիմե Ջեբեջյանի ինչ որ հաղորդում հոգեվորականի հետ, այսինքն գործողությունը նախապատրաստող անձնավորության հետ, հոգեվորական բառ այլևս չեմ օգտագործելու, եւ այնտեղ նույնիսկ Տիկին Ջեբեջյանը զարմացավ մի պահ, ասեց ինչ եք ուզում անեք, եւ հաջորդը կանեմ ամեն ինչ իմ ձեռքի մեջ է, այս ձեռքի շարժումն էլ շատ հետաքրքիր էր, բայց ես չեմ ուզում մտնեմ այդպիսի մանրամասների հետ, այ հիմա Տիկին Խաչատրյան բոլոր հնարավորությունները կան, դատական, մինչև դատարան, Մայրաթոռի չէ գնացել ԱԱԾ-ով, ոստիկանությամբ նման մեծ ուժերով, ինչ կար Մայրաթոռում, որ իշխանությունը չէր կարողանում վերցնել, երբ որ Աջապահյանը Սփազանը գնում էր ոտքով։ Եթե հիշում եք, դրանից առաջ Սամվել Կարապետյանի հետ կապված խնդիր կար, քրեական գործ կար, եւ ոստիկանական ուժերը գործողություններ չէին անում եւ ազգային հանրության ծառայության գործողությունները տան դիմաց հավաքված են բազմաթիվ առողջ տղամարդիկ, սպորտային կեցվածքով եւ աթոռի վրա նստած էր պարոն Սամվել Կարապետյանի եղբայրը, այսպես դոնի կած կեցվածքով, այդպես չի լինում։ Եվ ասում էր թող գան ին վրով անցնեն, ինչի պետք է քո վրով անցնեն։ Բայց ընդամենը քրեական ոստիկանության պետը, պարոն Վարդյանը գնաց շատ համեստ մեքենայով, ասաց եկեք, որովհետեւ ինքը պետք է գնար։ Պետությունը, եթե ունի իրավական գործողություններ անելու
իրավասությունն նա պետք է անի եւ չի ենթարկվել, դա արդեն ուրիշ բան է։ Հիմա դուք ասում եք ինչի։ Նա ինքնական Դուք հիմա հարցազրույց եք ուզում, թե դուք եկել եք իմ հետ պատերազմ հայտարարեք, ինչ է եղել։ Չէ, ուրեմն հանգիստ պայեք ձեզ, հանգիստ, որովհետեւ խոսում ենք լուրջ բաների մասին։ Ինչ տեղ ունեցավ եկեղեցում, կարող է դա մի քիչ ավելի բուրըն, այսպես գործողությունների վերածվեց, կարող է պետք է այդպես չլինի, բայց այնուամենայնիվ հաղթեց առողջ բանականությունը։ Հոգևորականը, եպիսկոպոսը ինքը գնաց եւ ներկայացավ քննչական մարմիններին, շատ նորմալ է։ Իսկ չգնալ ինչ ալտերնատիվ ուներ։ Իսկ ինչու պետքա չգնան։ Եթե կանչում են մի վարքյան, ես չգիտեմ ով ինչ ասել, եթե այդպես լիներ, բնականաբար որևէ գործողության կարիք չէր լինի։ Չէր լինի, որովհետև քրեական գործը հարուցվել ամսի 16-ին, թե 17-ին։ Այդ ընթացքում նույն Աջապանյանը պետք է ճշտեր գլխավոր դատախազությունից քրեական գործը ինչա նախատեսում, երբ են ինձ ծանուցելու եւ ուր պետք է գնամ։ Բայց ես հիմա չեմ մտնում այդ մանրամասների մեջ։ Հիմա ինչ քայլերի հերթականություն կարող։ Իրավական, մաքուր իրավական քայլեր։ Հիմա տեսեք փաստաբանները ճեպազրույց են անում, բացատրություններ են տալիս, այնտեղ ճշտելու իրավական տեսանկյունից բազմաթիվ կարող է հարցեր կան Աջապանյանի մասով։ Դատախազությունը Բագրատի Գալստանյանի մասով ճշտելու ոչինչ չկա։ Սրբազան Աջապահյանի մասով 8 ամիս լավ առաջ նույն հայտարարության համար դատախազությունը հանցակազմ չէր տեսել։ Ինչ պատահեց 8 ամիս հետո, որ հանցակազմ տեսավ։ Ես կարծում եմ, ես չեմ հանցակազմ տեսնողը, դրա համար կա համաձայն մարմին, հանձինից գլխավոր դատախազության։ Եթե տեսել եք, դուք առիթ կունենաք գլխավոր դատախազի ճշտեք։ Ինչ, որտեվ առաջին անգամ այդ հայտարարությունը անելու ընթացքում գուցե չեն տեսել, բայց այդ հայտարարությունները եղել են պարբերաբար։ Այդ պարբերականության մեջ արդեն կա միտում, այսինքն գործողություն։ Այդ գործողությունը կարող է միտված էր այն, ինչին արդեն գործնականում մյուս հոգևորական, բավականին համազգեստ կարող է, որը իրանցից շարժվում էր դեպի քաոս, կանխվել է։ Հիմա ես կարծում եմ, որ մեր երկրի ներքին անվտանգությունը ամենակարևոր նշաձողն է, դա պետք է չխախտվի, որովհետև ներքին կայունությունը եթե խախտվում է, քո երկիրը դառնում է շատ խոցելի, դրսից, ներսից եւ ամենուր եք։ Կանխվել է մի բան, որի համար պետք է բոլորս ուրախ լինենք, որտեղ ոչ ոք չի կարող ասի, այն երկու գնդակահարվողները ովքեր են, ում երեխաներն են։ Եվ այդ քաոտիկ վիճակում ով ում հետ ինչ հարց պետք է լուծի։ Մի մոռացեք, որ այդ քաոսը ստեղծում նաեւ մարդկանց հոգիներում։ Իսկ մեր հոգեվորականությունը պետք է այդ հոգիները ավելի մաքուր պահեր։ Այդ գործողությունները պետք է տային տրվեին գնահատական, ինչի՞ իշխեցինի գնահատական չտրվեց այն ամբողջ իրողություններին, որի մեջ մեր երկիրը հայտնվել է թե մարտի 1-ին, թե 27-ին, թե ընդհանրապես այս ընթացքում մենք ուշի ուշով հետևում ենք, ինչին եք հետևում։ Այս զայնագրությունները հիմա էլ սկզբից ասում էին, այո, հատվածականը կոնտեքստից կտրված է, հետո ինչ որ մեկը ասեց, չէ, դες մի ասա։ Ասա ընդհանրապես չի կարող չհամապատասխանի իրականությունը։ ChatGPT-ի վրա ենք գցում։ Ինչ ChatGPT։ Շատ լավ, դրա համար էլի կան իրավական գործընթացներ, փորձականություններ, որևէ խնդիր չկա։ Եթե ինչ որ մեկը խեղաթյուրել է փաստերը, նա կպատասխան կտա։ Այսօրվա Հայաստանում այնուամենայնիվ գործ սարքելու պրակտիկան գոյություն չունի։ Այդ գործ սարքելու պրակտիկան մենք տեսել ենք թե մարտի 1-ին, թե նաև 27-ի ինչ որ փուլից սկսած։ Մենք հիմա պետք է այս երևույթները ոչնչացնենք, ոչնչացնել առելով դարձնենք չգործող, որպեսզի ստեղծենք այնպիսի միջավայր, որ մեր իրավապահ մարմիններն էլ վարժվեն ճիշտ փաստերի հիման վրա, ճիշտ եզրահանգումների գալու։ Պարոն Քոչարյան, եթե իրավականից վերանանք, հունիսի 27-ին տեղի ունեցածին, երբ որ նայում եք 27-ին, երբ որ իրավապահները, այսպես ասենք, ասպատակեցին Վեհարանի եւ եկեղեցու վրա, եթե մարդկայնորեն նայում եք, օրինակ դուք ինչ էիք զգում այդ պատկերը տեսնելիս։ Հիմա իմ զգացողությունները ձեր ինչն է պետք։ Ինձ շատ հետաքրքիր։ Ես ուզում եմ ասեմ, որ եկեղեցու հետ իմ հարաբերությունները եւ հոգեվոր սինոդի շատ անդամների հետ, որոնց գնահատում եմ որպես հոգեվորականի, շատ խորն են։ Դուք այս տարիների ընթացքում տեսել եք իմ շփումները թե Երուսաղեմում, թե այստեղ, բայց ես չեմ ուզում անուններ տամ, որպեսզի չկանխեմ այն գործընթացը, որը պետք է տանի եկեղեցուն դեպի առողջացման, որ եկեղեցում հիվանդություններ կան, որը մեկը կասկածում է։ Բոլոր եկեղեցական միջոցառումներին, որ դուք առնչվել եք, դա մաքուր հոգևոր միջոցառումներ են։ Չէ, ես այդ պատկերը ես զգում եմ, որ
զգացել եմ այն, որ ունենք չլուծված խնդիր, նաև այդտեղ, որտեղ պետք է չունենայինք։ Եվ վերջին հաշվով եկեղեցին պետք է այն բարձրության վրա լիներ, որ եթե երկրում կան խժդժություններ, եկեղեցում եւ հոգեվոր առաջնորդությամբ օժտված անձնավորությունները պետք է կանխեն բոլոր սուր անկյունները, բայց ես չտեսա, որ եկեղեցին այդպիսի պլանավորում ունի իր առջև դրված հոգեվոր պլանավորում։ Եվ եկեղեցին պետք է պետությունից անջատ չլինի։ Անջատը այնքանով, ինչքանով սամության մեջ նշված է, բայց եկեղեցին որպես հոգեվոր, հա, բուրգի կառավարիչ նա իր դերի մեջ պետք է լինի, որը մենք այս ընթացքում չենք տեսնում։ Ոնց որ պետության մեջ շատ հարցեր պետք է կարգավորվեն, նաև եկեղեցիում դարեր շարունակ կան կուտակված խնդիրներ պետք է լուծվեն, ով պետք է լուծի, հոգևոր խորհուրդը։ Նայում ենք այս ընթացքում շատ կարևորված են նաև այն հոգևորականը, որոնք կարգալույծ են արված բազմաթիվ։ Վերջերս մի Արմեն Խաչատրյան ազգանով հոգևորական է լսում։ Ես շշմեցի, ոնց կարելի է նման անձնավորությանը, որը բովանդակային առողջացման մասին է խոսում, հանկարծ կարգալույծ է արված, փայլուն կրթությամբ, հոգևոր արժեքների ճիշտ ընկալմամբ եւ պահանջով։ Բա ովքեր են լրացնում այդ տեղերը։ Ես ուզում եմ մի վարքյան, ես բացատրեցի ինչ եմ ես զգում, ինչ որ հարցերի վրա պետք է կենտրոնանալ։ Ոնց որ կենտրոնանում ենք մեր անվտանգային խնդիրների վրա, մեր անվտանգային խնդիրների մի բաղկացուցիչ մասն է պետք է տեսնել եկեղեցում։ Մենք ունենք նաև բան, չէ, գնդերեսների գումարտակ։ Այդ տղաներից մի շարք բաներ պատերազմի ընթացքում վիրավորվել են։ Այդ տղաները նաև իրանց աջակցություն են ցույց բերել այն մյուսներին, որոնք ողջ են մնացել, եւ նրանց կողքին են եղել։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի բոլորը լինեն այնպիսին, ինչպիսին նրանք են։ Կյանքը նրանց դրել է տարբեր հարթությունների մեջ։ Իմ ասած հետեւյալն է. հոգևորն էլ պետք է առողջանա, բոլորը պետք է առողջանան։ Ձևի մեջ է խնդիրը, պարոն Քոչյան։ Ինչ ձևով է իշխանությունը բաժանում եկեղեցու վրա։ Շատ լավ, բոլորս միասին շարժվենք այն ուղղությամբ, որը մեր ուզած ձևն ու բովանդակությունը կներդաշնակի եւ մենք երբ որ ուժային խնդիրներ են լուծում, այսպիսի հարցեր չառաջանան։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը անընդմեջ ասում է, որ Գարեգին երկրորդը պետք է հեռանա, սակայն մենք գիտենք, որ իշխանությունը լծակներ չունի վեհապարին հեռացնելու համար, նա էլ այդպիսի հայտարարություններ չի արել, որ իր հետևից կարծես թե գան։ Այս ճանապարհը ինչպես եք պատկերացնում, ինչպես պետք է հեռացնել։ Բոլորը հիմա նաև պատմություն են ուսումնասիրում, մենք պատմության ընթացքում ունեցել ենք վեհապարներ, որոնք հեռացել են, որոնք մնացել են, հեռացողներ են եղել։ Ինչ ճնշումների արդյունքում են կամ ինչ իրողությունների շատ դարեր առաջ եւ հիմա եկեղեցին էլ ունեցել է շատ ծանր օրեր սովետական տարիներն ունեցել, մենք ունեցել ենք վեհապար, որը մահացել է, որը պետք է չմահանար, այդպես իրողություններ են եղել, բայց կարևորը եկեղեցու առողջացման մեջ պետք է տեսնել։ Հիմա դուք ասում եք վեհապարը պետք է գնա, թե չգնա, դա եկեղեցու որոշելիքը կլինի, բայց եկեղեցին էլ պետք է շարժվի իր իրավական համակարգի տրամաբանությամբ եւ պահանջով։ Բայց իրավական առումով չեք կարող հեռացնել վեհապարին, որտեղ ճիշտ հասկացեք, հիմա վերջերս նաեւ գուցե եկեղեցական շրջանակներից աթորանիստ միջավայրն են ուզում փոխեն, դա տրամադրություն, դա ինչ է։ Դա պարակտման ամենակարճ ճանապարհն է, ինչ են ուզում։ Վերջին հաշվով եկեղեցին էլ մեծ ֆինանսական կոնգլոմերատ է։ Դուք մենակ մոմն եք տեսնում, բայց եկեղեցին ինքը նաև կան շահեր, այդ սպասարկումները հենց այնպես բան չի։ Այնտեղ մեծ չհարկվող գումարներ կան շրջանառության մեջ, շատ մեծ չհարկվող, բայց խնդիրը գումարի մեջ չի, խնդիրը բովանդակության մեջ է։ Պետք է եկեղեցում եկեղեցականները, որոնք նաև փայլուն կրթություն ստացած հոգևորականներ կան, որոնք ուզում են հոգևոր արժեքների ճանապարհով շարժվեն, նրանք էլ պետք է նպաստեն եկեղեցու առողջացմանը։ Դուք մենակ կուսակրոնություն եք, կուսակրոնությունը միայն կենակցման մեջ չի։ Կուսակրոնությունը բարդ մեծ համակարգ է, որի նպատակները ի սկզբանե որ դրված են եղել, մինչև հիմա չի պահվում։ Դա պետք է կամ իրենց մեջ ուժ գտնեն այդ խնդիրը լուծեն, կամ պետք է եկեղեցին դարձնեն այնպիսին, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ եկեղեցին կարելի է ենթարկել ուժային միջամտության։ Մի օրինակ բերեմ։ Վերջերս մի փայլուն ֆիլմ կար Հովհաննես Պողոսի մասին։ Երբ որ ինքը Կռակովի, կարդինալն էր եւ լեհական ուժային կառույցը հանձինես իրենց, այսպես ասեմ, որ հասանի KGB-ի ֆիլմում շատ փայլուն է դրված։ Գնում են, որպեսզի խաչով, երբ որ Հովհաննես Պողոսը կարդինալը գնում է իր հոտի հետ միասին, կանխեն այդ միջամտությունը, բայց առաջնորդի կերպարը եւ ապրած կյանքը այնպեսին էր, երբ որ գալիս են իրեն ձեռնաշղթը հագցնելու,
հրամանատարը գալիս եւ չոքում աչը համբուրում է։ Այդպես պետք է լինի բարոյական կեցվածքը եւ ուժը, հոգեվոր ուժը ավելին է, քան թե ուժային որևէ գործողություն։ Եկեք դարձնենք եկեղեցին այնպեսին, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ գնալու է եւ ասի, չէ, եկեղեցին ընդհանրապես պետք է լինի մեր հոգեվոր կյանքի առաջնորդողը եւ ամբից եկեղեցի եմ ասում, դա է իմ ցանկությունը եւ բոլորի ցանկությունը դա պետք է լինի։ Ամբից եկեղեցի նշանակում է, երբ որ գնում ես մաքրվելու, հաղորդակցվելու, դու գնում ես իրականում հաղորդակցվելու, ոչ թե գնում ես պարզապես մոմը վառես, ինքդ քեզ խաբես գնաս։ Եկեք ունենանք այդպիսի եկեղեցի եւ այսօր լավ առիթ է դրա մասին բաց ճակատով խոսելու, նա մեր մտավորականությունը պետք է խոսի, ոնց որ սկսել են խոսել, բայց ես համաձայն եմ, որ պետք է հասնենք այնպիսի նպատակի, որ երբևիցե ուժային միջամտությամբ չլուծվեն այն խնդիրները եկեղեցու ներսում, ինչի պետք է եկեղեցին ենթարկվեր ուժային միջամտության, որտեղ երկու եպիսկոպոս, հատկապես իրանցից շարժված քաոս տենչող հոգևորականը, հիմա արդեն երևի դժվար ասել հոգևորական, ես նկատում արդեն նրա անունը չեն էլ ուզում տան, բայց այդ ամենից հետո եկեղեցին չասի ովքեր են այդ աստիճանակարգով բարձրացողները եւ ինչ մեխանիզմով։ Դրանք հոգևոր աշխարհի գեներալներն են։ Ոնց։ Հիմա երկու գեներալ նստած են, ես հիշում եմ, որ մեր 90-ականներին ասողիկ կարծեմ եպիսկոպոս կար, որը ֆինանսական էլի խնդիրների շուրջ նաև կարծեմ կալանավորվեց։ Սա առաջինը չի, բայց եկեղեցին պետք է այդպես բան չլինի։